Եկեք միասին պատրաստենք սիսեռով և կարմիր խորոված պղպեղով շատ համեղ և օգտակար հումուս։ Պարզ բաղադրիչներից ստանում ենք շատ համեղ և հարուստ համ։ Սիսեռի և խորոված պղպեղի համադրությունը պարզապես իդեալական է ստացվում։ Սիսեռը 1 օր առաջ թռչում ենք, թողնում ենք ողջ գիշեր մնա, հաջորդ օրը նոր եփում ենք։ Նախօրոք խորովել եմ նաև պղպեղը։ Դնում ենք տոպրակի մեջ, փակում ենք բերան, թողնում ենք 5-ից 10 րոպե, այդպես շատ հեշտ առանձնանում է կեղևը։ Մաքրում ենք, կտրատում և ավելացնում ենք բլենդերի տարայի մեջ։ Հերթով բոլոր բաղադրիչները լցնելու ենք բլենդերի տարայի մեջ։ Ավելացնում ենք նաև թահինը։ Թահինը իմ պատրաստածն է, բաղադրատոմսը կա իմ ալիքում։ Ավելացնում ենք նաև կիտրոնի հյութը, սխտորը, համեմում ենք կարմիր պղպեղով, աղով, եթե կարիքը կա, և ձիթայուղով։ Ավելացրել եմ նաև հարվող տեսակի պանրիկ, սա ըստ ցանկության է, կարող եք չավելացնել։ Սիսեռի եփվելու ժամանակ արդեն իսկ համեմել եմ աղով, այդ իսկ պատճառով այս ընթացքում չեմ ավելացնում, եթե կարիքը կլինի, դուք կարող եք ավելացնել։ Բոլորը միասին լավ բլենդում ենք, մինչև ստանանք միատարր զանգված։ Հիանալի է մատուցել հացի, բագետի կամ լավաշի հետ, ինչպես նաև բանջարեղենի կողքին դնել։ Այս հումուսը առանձնանում է իր թեթև ծխախամով և քնքուշ կառուցվածքով։ Կարմիր խորոված պղպեղը տալիս է շատ բնական և թույլ քաղցրություն։ Առողջ, սննդարար և շատ արագ տարբերակ է ամեն օր պատրաստելու համար։ Եթե սիրում եք պարզ, համեղ և առողջ նախուտեստներ, ապա այս բաղադրատոմսը շատ կհավանեք։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Սիրով կսպասեմ բոլորիդ։ Դե ինչ, այսօր էլ այսպիսի համեղ և օգտակար նախուտեստ էի պատրաստել ձեզ համար։ Իսկ վերջում չմոռանաք հավանել, պահպանել և կիսվել ձեր ընկերների հետ։ Իսկ եթե դեռ չեք բաժանորդագրվել, կարող եք նաև բաժանորդագրվել ալիքին։